Նախապայմաններ կան, ես հիմա չեմ քննարկում ռուսական բազայի ներկայացան անհրաժեշտությունը թե ոչ, դա իմ կարծիքով քննարկման առարկա չի, ուղղակի նախապայմաններից, ժողովուրդը, որը նամանատ ապրում է ռուսական ռազմաբազայի շրջակայքում, ինքը ցանկություն ունի ապահովագրված լինի նրանից, որ վաղը բազայի տարածքից մեկը տանկով դուրս չգա, կամ Էրեբունի բազայից մեկը ինքնաթիռով դուրս չգա ու փորձի ռմբակոծել ինչ-որ տարածք, ավելի ինչ-որ մի բան անել, այսինքն հիմնական մտահոգությունը մարդկանց, նաև որպեսզի ինչ-որ ձևի այդ process-ը կանոնակարգվի եւ ազգաբնակչությունը ապահովագրվի այս երևույթից, այն որ բազան պետք է մնա ներկապային եւ ինչ-որ էլի ժամանակ, ինչ-որ կտրվածքով դա պարզ է, այն որ մենք խնդիր ունենք մեր սահմանները պահելու հետ, քանակական առումով էլ ասեմ, որովհետեւ մենք փաստորեն պետք է Արցախի ճակատից, մարդկանց տեղափոխենք, որպեսզի իրենք համ սահմանը պահեն, համ իհարկե արդեն ինֆրաստրուկտուրան է փոխվելու, շատ ավելի մեծ ծավալուն աշխատանք պետք է կատարվի, եթե հայերը պահեն հայ-թուրքական սահմանը, այսինքն ֆինանսական ուժեղ ներդրումներ են պետք, բայց այս հարցն է պետք, որտեղ մարդիկ ուզում են իմանալ, որ վաղ էլի բազայից ինչ-որ մեկը, իմ կարծիքով եթե կանոնակարգվի, ինչ-որ ձևի վերահսկողություն սահմանվի ռուսական ռազմաբազայի վրա, այդ ժամանակ էլեմենտար ԿՊՊ դրվի բազայից առաջ, որ ենթադրենք զինվորը զենքով դուրս է գալիս, մեր ոստիկանները, քանի որ արդեն մեր տարածքում է, իրեն հարցնեն ուր ես գնում, ոնց որ սովորական մեր հայկական զինվորական մասերում։ Իհարկե մարդիկ կան, որ օգտվում են այդ բազայի դուրս գալուց, փորձում են պահանջել, որ ռազմաբազան հանեն եւ այլն, Հիմա մարդիկ կան, որոնք այդ ցասման ալիքի վրա իրոք անկեղծ ուզում են, որ մտածում են, եթե բազան հանեն այլևս այսպիսի դեպք չի կրկնվի, որը Պերմյակովի հետ կապված կրկնվեց, իսկ մարդ կա, որը նպատակադրված տարիների ընթացքում անընդհատ պայքարում է բազան դուրս հանելու։ Այստեղ ես չեմ ուզում որևէ մեկին ինչ-որ բանով վախեցնել, բայց Փառք Աստծո, վերջին 10-15 տարվա ընթացքում մենք շատ լավ օրինակներ ունենք մեր աչքի առաջ, մեր հարևանների եւ հետխորհրդային միության երկրների մասով մենք տեսնում ենք այնտեղից որտեղից ռուսական բազան դուրս է գալիս, եւ տվյալ երկիրը կներեք բառեսաբար թարսում է, Ռուսաստանի հետ ինչ է կատարում այդ երկրում։ Մենք ունենք Վրաստանի օրինակ, մենք ունենք Մոլդովայի օրինակ, մենք ունենք Ուկրաինայի օրինակ, արդյոք մեզ անհրաժեշտ է նույն քայլերը կատարել հանուն ինչ որ մի անխոհեմ քայլի։ Իմ կարծիքով եթե կանոնակարգվի process-ը ռուսական ռազմաբազայի զինվորների ելումուտի, արդեն հարցերը նույնիսկ ռազմաբազայի հարցերը չի շահարկվի։